Սիլվա Հակոբյանը եւ նրա ամուսինը Նորայրը իրականացրել են իրենց դուստրերի վաղեմի երազանքը։ Համացանցում հրապարակված հուզիչ տեսանյութում Միլան ու Սարան բացում են խորհրդավոր տուփն ու ծանոթանում ընտանիքի նոր անդամի հետ։ Փոքրիկ Սարան արդեն հասցրել է անվանակոչել նապաստակին Բամբի։ Մենք արդեն ընտանիքի նոր անդամ ունենք, հպարտությամբ նշում է Միլան։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Ուզում եմ ասեմ, որ այսօր Միլադու եւ Սարադու ունեք անակնկալ իմ ու պապայի կողմից։ Բայց ի՞նչ է մեծը։ Չեմ ասելու, որ մնա անակնկալ։ Լավ ես դու։ Պատրաստ եք։ Բացեք դե։ Բան ունի, ինչ ենք դնել։ Սամի։ Հայկական էստրադայի ամենասիրված եւ լուսավոր երգչուհիներից մեկը Սիլվա Հակոբյանը երկարատև դադարից հետո հյուրընկալվել էր Մհեր Բաղդասարյանի հեղինակային տետատետ հաղորդմանը։ Զրույցի ընթացքում երգչուհին բացահայտել է, թե ինչի է վերջին շրջանում պասիվ եղել մեդիադաշտում եւ ինչն է իրեն ստիպել խուսափել հանրային խոսքից։ Հաղորդավարի հարցին, թե ինչով է պայմանավորված երգչուհու լռությունը ընտանեկան հոգսերով, թե ժամանակակից մեդիայի թելադրած պայմաններով, Սիլվա Հակոբյանը պատասխանել է բավականին անկեղծ. «Ուղղակի ես 35 տարեկան եմ, բայց 45 տարվա կենսագրությունս արդեն գիտեն, ճիշտն ասած, եւ հետո խնդիրն այն է, որ մի փոքր պասիվ էի, երևի ամեն դեպքում մայրությունն իրեն անում է», նշել է երգչուհին։ Սիլվա Հակոբյանը խոստովանել է, որ հարցազրույցներից խուսափելու հիմնական պատճառներից մեկն այն է եղել, որ ստեղծագործական կյանքում մեծ նորություններ չի ունեցել։ Ըստ նրա, ինքը միշտ նախընտրել է խոսել գործից, իսկ երբ անելիքը քիչ է լինում, նախընտրում է պարզապես լռել։ Որպես այդպիսի նորություններ շատ չունեի, դրա համար խուսափում էի, բայց էլ եմ խուսափում, սա եզակի դեպք է, կատակել է երգչուհին։ Հաղորդման ընթացքում ներկայացվեց Սիլվա Հակոբյանի կարիերայի սկիզբը։ 2006 թվականին, երբ ռադիոյով հնչեց նրա հանրահայտ գիշերը երգը, քչերը գիտեին, թե ով է այդ հզորակույն ձայնի դերը։ Վայոց ձորից եկած համեստ աղջիկը կարճ ժամանակում դարձավ հայկական շոու բիզնեսի գլխավոր դեմքերից մեկը։ Հատկանշական է, որ Սիլվան բեմում է 7 տարեկանից, մասնակցելով բազմաթիվ բարեգործական համերգների։ Նրա կարիերայի գագաթնակետը եղավ BBC-ի կողմից կազմակերպված The Next Big Thing մրցույթը, որտեղ նա ավելի քան 2000 մասնակիցների մեջ ճանաչվեց աշխարհի լավագույն երիտասարդ երգչուհին։ Մհեր Բաղդասարյանի հետ զրույցում Սիլվան անդրադարձավ նաև ժամանակակից մեդիայի պահանջներին եւ իր դիրքորոշմանը։ Նա ընդգծեց, որ թեև հարցազրույցներից հիմնականում խուսափում է, սակայն այս հանդիպումը բացառիկ է եւ հնարավորություն է երկրպագուների հետ կրկին կապ հաստատելու համար։ Երգչուհին պատմել է Վայք քաղաքում անցկացրած դժվար, բայց միևնույն ժամանակ հիշարժան օրերի մասին, Մաուգլի մականվան եւ այն միակ երազանքի մասին, որն այդպես էլ չի իրականացել։ Վայքի ամենասիրելի երեխան էի։ Սիլվան հիշում է, որ մանկության տարիներին շատ ակտիվ էր։ Նա պատմում է, որ հաճախ հարևանները նրան գողանում էին, նստացնում ձիու վրա, պտտում եւ Վայքի տարբեր վայրերը ցույց տալիս։ Մաուգլի մականունն էի կրում, դա արդեն ամեն ինչ ասում է, հագուստ կրել ընդհանրապես չէի սիրում, միշտ անրավարտիկով էի, ծիծաղելով հիշում է երգչուհին։ Նա չի տաքսրել, որ մանկությունն անցել է մոտ 8 տարիներին, երբ Վայքում հնարավորությունները սահմանափակ էին եւ երեխաներն իրենց էին խաղեր հորինում։ Ընտանիքի միակ եկամուտի աղբյուրը հոր աշխատանքն էր, ով 25 տարի աշխատել է որպես վարսավիչ։ Հենց այդ տարիներին էլ Սիլվայի տաղանդը բացահայտեց հոր ընկերը, երաժիշտ Կարեն Մեսրոպյանը։ Երգչուհին նշել է, որ մեծացել է ավանդական եւ խիստ ընտանիքում,
ինչն էլ ձևավորել է իր տեսակը շոու բիզնեսում։ Ի տարբերություն 2000-ականների սկզբում տիրող միտումներին, երբ շատերը փորձում էին աչքի ընկնել համարձակությամբ, Սիլվան ընտրեց քնարական եւ ռոմանտիկ ոճը, որի համար նրան անվանեցին հայ երգի ամենահամեստ աղջիկ։ Հարցազրույցից սիրով առանձնացրել էինք այսքանը, իսկ այժմ առաջարկում ենք դիտել երգչուհոց լուսանկարներ առանց մեկնաբանության։